Բարի երկու Տիկին Հակոբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, նախ թույլ տվեք շնորհավոր եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, մաղթելով միմիայն լավագույնը։ Այսօրվա մեր հարցազրույցը մի փոքր տարբերվելու է մյուս շաբաթվա հարցազրույցներից, քանի որ որպես կանոն շաբաթն ենք ամփոփում քաղաքական, արտաքին քաղաքականություն եւ բարդ թեմաներ, բայց որոշել ենք այս գեղեցիկ տոնական օրը խոսենք ավելի թեթև, ավելի հետաքրքիր մեր հասարակության եւ լայն շերտերի համար հետաքրքրական թեմաների մասին։ Եվ առաջին հարցը հետեւյալն է. ինչպես է սկսվում հայ կնոջ օրենսդիր մարմնում աշխատող կնոջ առօրյան։ Թույլ տվեք ես շնորհավոր եմ նախ մեր կանանց աղջիկներին այս գեղեցիկ օրվա եւ ընդունված ասել մեկամսյակի կապակցությամբ պատասխանելով ձեր հարցին որ ուզում եմ համեմատել, հա, երևի ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ենթադրենք փողկապն են ուղում, հա, ենթադրենք նիստից առաջ, կարող են շրթներ թարմացնել եւ շատ չափազանցված են այն պատկերացումները, որ կանանց այս դեպքում, հա, մասնագիտական գործունեության ընթացքում կանանց առօրյան կամ գործունեությունը կարող է տարբերվել տղամարդկանցից, իրականում մենք մասնագիտական նույն գործունեությունն ենք կատարում, ունենք նույն հնարավորությունները եւ պետք է որ իրականում էլ ինչպես մեր սահմանադրությամբ է չտարբերվի մեր այս առումով գործունեությունը։ Այդուամենայնիվ, բացի շրթներքը եւ տեսքը ավելի պատշաճ բերելու, ինչով է սկսվում, ինչով է սկսվում հայ падգամավորի, կին падգամավորի գործը։ Ընդհանրապես կարող ենք падգամավորի գործունեությունից խոսել, որը բնորոշ է եւ կանանց եւ տղամարդկանց, բայց բնականաբար նախ ընկերներին ենք տեսնում, գործընկերների հետ ենք զրուցում, աշխատանքային քննարկումներ ենք ունենում, որոշակի նյութերին ենք ծանոթանում, հնարավոր է որոշակի պատճենահանելու նյութեր ունենանք, պատրաստվում ենք եւ արդեն մնացածը թափանցիկ տեսնում են, արդեն մեր հեռուստադիտողները հնարավորություն են մեզ on-line արդեն տեսնելու ինչ ենք անում առօրյա։ Տիկին Հակոբյան, տեսեք մեր հանրության լայն շերտերի մոտ ընդունված է ասել, որ այ падգամավորի գործը, բարդ գործը, իրականում բարդ գործ է, պատասխանատու գործ է, բայց դա հատկապես տղամարդիկ պետք է դրանով զբաղվեն։ Կանանց գործը չէ, դա կանայք պետք է ուսուցիչներ լինեն, մանկավարժներ լինեն, բժիշկներ լինեն, բուժքույր եւ այլն։ Բայց փաստորեն ոչ, կինը կարող լինի գեղեցիկ, ինչպես դուք եք գիտեր, եւ կարող լինի խելացի եւ կարող լինի նաեւ տղամարդկանց հետ հավասար այդ ծանր բեռը իր ուսերին տանի։ Այս մասով այդ կարծրատիպը ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, ինչպես ասացի, սահմանադրությամբ, օրենսդրությամբ ամեն ինչ ճիշտ է, ոչ մի խնդիր չկա։ Կան հավասար հնարավորություններ եւ հավասարություն գենդերային, դեռ մի բան էլ կան առավելություններ, հա, եթե գենդերը խախտված է, ենթադրենք քվոտավորումներ, տարբեր ինչպես օրինակ ազգային ժողովում, հա, մի գենդերը պետք է 30%-ից պակաս չլինի, սա ընդունված է ասել կանանց քվոտա, որովհետեւ մշտապես խախտված է եղել իօքուտ տղամարդկանց գենդերը, այսինքն ինչպես ասացիք ընդունված է, որ դա տղամարդկանց գործն է, սակայն հենց այդ քվոտավորումը, հա, դեռևս, հա, իրեն արդարացրած միակ գործիքն է, որով աջակցվում է կանանց ներգրավվածությունը, իսկ ինչու է սրա անհրաժեշտությունը եղել, որովհետև մենք գիտենք մեր մենթալիտետն էլ է պատճառը, վերաբերմունքը, հա, մշտապես այդ հավասար հնարավորությունները իրականում չեն եղել եւ շատ կանայք միգուցե իրենց երազանքներին չեն հասել, որովհետեւ ոչ միայն շրջապատը չի հավատացել, որ հնարավոր է որ այո կինն էլ հաջողության հասնի տարբեր այսպես ընդունված ասել տղամարդկանց, հա, մասնագիտություններում, որ կարող է ինքն էլ հասնել, ոչ միայն շրջապատը չի հավատացել, այլ հենց կինը չի հավատացել, որ ինքը կարող է, եւ այս առումով ես ուզում եմ այս առիթն էլ, հա, օգտագործենք եւ կանանց դիմենք եւ ասենք, որ իրականում իրենք ունեն իրականում հավասար հնարավորություններ եւ պետությունն էլ, հա, աջակցում է տարբեր ծրագրերով եւ մենք ունենք նաեւ շատ լավ օրինակներ այդ տղամարդկանց մասնագիտություն համարվող, հա, տարբեր թե պաշտոններում, թե մասնագիտություններում այժմ շատ ներգրաված են կանայք, ենթադրենք ոստիկանություն այսօր կարող ենք տեսնել կին ծառայողներ, ուժային այո կառույցներում։ Մեր ներքին գործերի նախարարն է, կին օրինակ, հա, մենք ունենք
քվոտավորման 30% պարտադիր, բայց այժմ արդեն շուրջ 35% մեր падգամավորներից կանայք են, մեր օրինակ գլխավոր դատախազն է կին եւ այլն։ Եվ սա լավ օրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւ այլն։ Եվ սա լավ օրինակ է, որ իրականում չկան խոչընդոտներ եւ իրենք հավատան մեր կանայք, որ իրենք էլ կարող են, եթե ինչ որ մի կին կարող է, իրենք էլ կարող են եւ իրականում սա միայն Հայաստանի համար չէ, հա, այս խնդիրները գենդերային ես շատ եմ հա հանդիպում եւ երբեմն անգամ մեր շատ գործընկերներ մեզ այսպես ասած օրինակ եմ բերում, հա, իրանց մոտ չկա այդքան կին պաշտոնյա ինչպես Հայաստանում է, սակայն այո, ներքին լսարանի համար, ներքին հա քննարկումների համար երբեմն հասարակության շրջանում կան թիրախավորումներ եւ ենթադրենք հենց նույն մեր հա կին նախարարների եւ այլ հա նշանակումները այտենց հարցեր էին առաջացնում, որ այ կնոջն եք վստահում, իսկ եթե կինը նաև երիտասարդ է, դա կրկնակի, հա, քննադատման հա առիթ է դառնում, սակայն մի կողմ դնենք այս աջակցությունը, բայց նաև կանայք պետք է մյուս ծայրահեղության գիրկնել չընկնեն եւ իրենց կին լինելու հանգամանքով պայմանավորված, այսպես արդեն գենդերային հա առավելություններ ակնկալեն եւ մեր թե նշանակումները հա թե ենթադրենք հա ցուցակներում կանանց ներգրավվածությունը ապահովելը, սրանք հենց գենդերով պայմանավորված չեն, այլ իրականում պրոֆեսիոնալիզմի հիմքով են, որովհետեւ օրինակ հա այդ դեպքերում չի դիտարկվել, որ անպայման կին լինի, այլ մասնագիտական որակներ եւ եթե այո, կինը այս դեպքում ունի առավելություն իր տղամարդ գոլեգայի հանդեպ, ուրեմն պետք է նախապատվությունը տալ կնոջը եւ նաեւ կանայք էլ պետք է ընթացքում իրենց գործունեության ժամանակ չօգտագործեն այդ իրենց կին լինելու հանգամանքը եւ ասեն օրինակ այդպես բան կա չէ, կինը թույլ է, կինը չի կարող երկար աշխատել եւ տղամարդկանց հանդեպ ունենան առավելություններ, ոչ դեռ մի բան էլ ես ձեզ ասեմ, կանայք երբեմն պետք է ստիպված են եւ ներքին դա որոշում է, կարծում եմ, որ կանայք երբեմն ավելին են անում, որպեսզի նաեւ ապացուցեն այդ կարծրատիպերը, հա, որ այդ առավելությունից օգտվելով ես դու հասել օրինակ տվյալ տեղում եւ այլն։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, տեսեք, հարցը մի փոքր սադրիչ է, բայց ուզում եմ այս հարցը տալ, որովհետեւ մեր հեռուստատիտողները, մեր քաղաքացիները սիրուն են իշխանության թեմաներ, մի փոքր անդրադառնանք նաեւ այդ թեմաներին։ Այ անկեղծ խնդրում եմ պատասխանեք, ավելի հեշտ է կին քաղաքական գործիչների հետ աշխատել, թե տղամարդ քաղաքական գործիչների հետ։ Դա բավականին հետաքրքիր է բոլորիս։ Ես օրինակ իմ ֆրակցիայի մասին խոսեմ, հա։ Իմ գործընկերների մեջ, տղամարդկանց մեջ ես անկեղծ ասած, ես տարբերություն չեմ զգում, որովհետև մենք ունենք շատ գենդերազգայուն, հա, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ, իմ գոլեգաները իրականում մենք չենք նման խնդիրների երբևէ չենք բախվել, իմ գոլեգաները տղամարդկանց հետ առնչվելիս եւ օրինակ ինձ շատ կոմֆորտ է աշխատել իմ գործընկերների հետ, իմ նախարար գործընկերների հետ, վարչապետը, ինչպես գիտեք, հա, երևի ամենագենդերազգայուն անձնավորությունն է իմ ճանաչած եւ ես ոչ մի խնդիր իրականում չեմ տեսել, բայց ես դա զգացել եմ օրինակ շատ քաղաքացիների արձագանքներից, այ երբեմն հնարավոր է օրինակ, չգիտեմ, ինչ որ նյութի հրապարակած կամ հա հարցազրույցի եւ այլնի տակ դուք էլ հաստատ հանդիպած կլինեք, ենթադրենք դուք էլ հրապարակումներ եք անում, հա, որ կանանց թիրախավորում են հենց օրինակ կին լինելու հանգամանքով, որ հա հայտնվել է այստեղ որովհետեւ ու չշարունակեմ ինչ պատճառներ կարող են բերել եւ իհարկե սրան ուղղակի սովորում է ժամանակի ընթացքում, բայց սա չի կարող հա բնականաբար հաճելի լինել ժամանակի ընթացքում սովորում ես ուղղակի չնկատել նման բաները եւ բայց ավելի ցավալի է երբ որ օրինակ կանանց կողմից ես տեսնում նման արձագանք որովհետեւ Տենց մի հատ խոսք կա, ասում են դժոխքում տեղ կա հատուկ այն կանանց համար, որոնք չեն աջակցում մյուս կանանց, այդպիսի խոսք կա եւ իրականում
երևի առաջինը կանայք պետք է թե իրենց ուժերին հավատան, թե աջակցեն մյուս կանանց, որովհետև իրականում այդ աջակցության կարիքը մեր հասարակությունում կամ մեզ նման երկրներում ունեն կանայք պայմանավորված շատ հարցերով եւ այդ հարցերը այնքանով են իրական, որ մենք այսօր դրանց մասին խոսում ենք։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, անդրադառնանք միջազգային արենայում տեղի ունեցող իրադարձություններին, տեսնում եք մենք ինչ քաոտիկ ժամանակներ ենք ապրում, այո, ցավոք սրտի մարդու իրավունքների պաշտպանությունը ոտնահարվում է, գերտերությունները զենքի սպառնալիքի լեզվով, ով նավթ ունի, ով զենք ունի, նրանք են տիրում աշխարհին եւ թելադրում են իրենց խաղի կանոնները։ Այ եթե գերտերության ղեկավարները լինեին կանայք, այդպիսին կլիներ արդյոք։ Գուցե ավելի վատ լիներ կամ ավելի լավ լիներ։ Հատկապես վերջին պատերազմների այս ժամանակաշրջանում ասում են, որ եթե կանայք ղեկավարեին աշխարհը, միգուցե այսքան պատերազմներ չէին լինի, եւ չեմ ուզում էլի ծայրահեղ կարծիքներ ասել, բայց մենք ունենք շատ լավ օրինակներ, քաղաքական կին գործիչների, այո, գերակշռողը տղամարդիկ են, եւ այո, փաստ է, որ կանանց ուրեմն ներգրավվածությունը օրինակ բանակցությունների ընթացքում սա շատ դրական է ազդում հենց բանակցությունների արդյունքի վրա, որտեվ այդպես է ստացվել, որ կանայք եւ տղամարդիկ իրերը այլ կերպ են տեսնում, միգուցե առաջինը այլ բան են կարևորում եւ ասում են, չէ, կինը նաեւ մայր է, ինչպես ասում են, եւ այլ հոգատարությամբ է վերաբերում հարցերին կամ իր ուշադրության շրջանում, այո, եւ իր ուշադրության կենտրոնում կարող է այլ կարևոր մանրուքներ լինել, որը օրինակ տղամարդկանց շատերի դեպքում այդպես չի կարող լինել, բայց հակառակի մասին էլ կարող ենք շատ օրինակներ լսած լինել, ես մեծամասնության մասին ենք խոսում եւ այո նման կարծիք կա, որ եթե լինեն կանայք շատ ավելի ընդհանրապես կոնֆլիկտների կառավարման, մթնոլորտի, մեջ բնականաբար շատ բան կփոխվի դեպի դրականուն։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, կա կին լիդեր համաշխարհային արենայում, որին կցանկանայիք չասեմ նմանվել, բայց ինչ որ բաներ վերցնել, որոնք օրինակ են, որոնք չափանիշ են, որոնք օրինակ են հաջորդիվ սերունդների համար, որ ինչու ոչ, նաև այդ կանանց կարելի է նմանվել իրենց օրինակով, իրենց արած աշխատանքով։ Ինչպես նախորդ մեկնաբանության ժամանակ էլ ասացի, շատ կան միջազգային տարբեր ժամանակներում շատ հեղինակավոր կանայք, որոնք կարող են օրինակ լինել, տարբեր բարեփոխումների, ռեֆորմ, իրենց հզորության, իրենց ազդեցության բերումով եւ պատմության մեջ թողած իրենց հետքով, բայց առանձին որպեսզի երկրների լիդերների չառանձնացնեմ, ես նաեւ հիմա հիշում եմ ինչպիսի տղամարդ գործիչներ կան, որոնց եւս ես կարող եմ շատ օրինակներ բերել եւ ուզում եմ նաեւ մենք մասնագիտական որակներ նշելիս չառանձնացնենք սեռով մարդկանց եւ երևի հավասարությունն էլ հենց սրա մասին է, այլ բովանդակությանը նայենք, ոչ թե ենթադրենք սեռով պայմանավորված, բայց այո, շատ կան կին գործիչներ, նաև ինչպես ասացի տղամարդ գործիչներ, որոնց տարբեր առումներով իհարկե ուզում ենք վերցնել լավագույնը եւ կիրառել։ Շատ լավ, եւ վերջում ձեր բարեմաղթանքը մեր հասարակությանը, մեր ժողովրդին։ Երևի ամբողջ խոսքիս ընթացքում այն բարեմաղթանքների ներ առանցքը, որը կուզեի հղել եւ այս ընթացքում եւ 10-15 րոպեվա ընթացքում մեր հետեւող հեռուստադիտողները եւ այդ մեսեջները արդեն իսկ ստացան, բայց ուզում եմ, որ մեր կանայք նախ գիտակցեն, որ իրենք գեղեցիկ են եւ ժպտալու շատ առիթներ ունենան եւ հավատան իրենց հնարավորություններին, սակայն ամեն ինչ անեն, որպեսզի իրենց սեռով պայմանավորված այդ
առավելություններ, հա, որոնք կարող են իրենց կյանքի ընթացքում ընձեռվել, չվերագրվի միայն իրենց սեռին, որովհետև այսօր իրականում մի երևի տարբերություն է մնացել, կարող է ուղղակի տղամարդը ջենտլմենական քայլով դուր բացել քո առաջ, մնացած կանայք ինքնուրույն կարողանում են։ Բայց դա այդքան էլ լավ չի, տղամարդը պետք է իր վրա շատ մեծ պատասխանատվություն վերցնի, ցավոք նոր ժամանակներում պետք է բոլոր քաղաքացիները կինը իր վրա վերցրել շատ բան։ Իրենց պատասխանատվությունները, իրենց վրա, որը կարող է իրենց վերագրվել, բոլոր պատասխանատվությունները պատասխանատու կերպով իրականացնեն եւ շփվեն միմյանց հետ ոչ թե սեռով, տարիքով պայմանավորված, այլ մարդկային որակներով։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորեմ իդեմս ձեզ բոլոր հայ կանանց։ Շնորհակալ։